Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1344-րդ օրն է, մինչ աշխարհը ծիծաղում է Պուտինի իբր փորձարկած բուրևեստնիկի վրա, Պուտինյան Ռուսաստանը իր վրա զգում է իրական հարվածներ, թեժ գիշեր էր Ռուսաստանում եւ օկուպացված տարածքներում ուկրաինական դրոնները եւ հրթիռները տարբեր ուղղություններով հարվածում էին թշնամու ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին, բոլոր հարվածների եղած կադրերը տեղադրել ենք մեր Telegram-ում, գրանցվեք եւ վայելեք, QR կոդը ձեր էկրաններին է, հարվածները կարծես ամենուր էին, էլ Ղրիմ, էլ Հյուսիսային Կովկաս, էլ Ռուսաստանի արևմտյան մարզեր եւ Մոսկվա լավ զրկեցին օկուպանտներին Անդորից մեր բարի դրոնները։ Իդեպ Պուտինի բանակի գործողություններում նկատվում է որոշակի շփոթություն, նախորդին նրանք ծով էին դուրս բերել նավեր Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնելու համար, սակայն մեկ ժամ անց վերադարձան հետ ռազմաբազա։ Շատ հետաքրքիր է դիտել այդ շփոթմունքը, ակնհայտ է, որ ուկրաինական ուժերի ինտենսիվ հարվածների եւ արևմուտքի քաղաքական հարվածների ճնշումների ներքո Պուտինյան ռեժիմը առաջին անգամ բացահայտորեն երերաց։ Չեմ կարծում, թե ռեժիմը անմիջապես կփլուզվի, բայց ասեք, որ հաճելի է տեսնել նրանց անօգնական վիճակում, նրանց, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ այդքան ինքնավստահ եւ անամոթաբար ներխուժեցին մեր երկիր, սպանելով եւ բռնաբարելով իրենց ճանապարհին, մինչեւ չսկսեցին ստանալ արժանի պատասխան։ Այնինչ հիմա տեղի է ունենում, աննախադեպ է։ Աշխարհը միավորվել է հանցագործին պատժելու համար, պատժամիջոցները իսկապես ապշեցրել են Պուտինի ռեժիմին, իսկ երեկվա զոհը Ուկրաինան վերածվել է Եվրոպայի պաշտպանի։ Հայտնի ռուս տնտեսագետ, որը հիմա ապրում է արտասահմանում, Իգոր Լիպսիցը, պատկերավոր ասում է, որ Ռուսաստանին կտրում են համաշխարհային տնտեսությունից, իսկ պատժամիջոցները կոտրում են Պուտինի Ռուսաստանի ողնաշարը։ Թրամփի պատժամիջոցները արդեն ազդել են Հնդկաստանի եւ Չինաստանի վրա, հիմա արդեն ակցենտը փոխվում է ավելի փոքր, բայց նույնպես կարևոր երկրների վրա։ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը խիստ արտահայտվել է X հարթակում, քննադատելով մի շարք եվրոպական երկրների շարունակվող փորձերը պահպանելու էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ, չնայած գործող սահմանափակումներին։ Նրա մեկնաբանության առիթը դարձել է ՆԱՏՕ-ում Ամերիկայի մշտական ներկայացուցչի Մեթյու Ուիթաքերի հայտարարությունը, որով նա նշել էր, որ Վաշինգտոնը Հունգարիայից, Թուրքիայից եւ Սլովակիայից ակնկալում է հստակ պլաններ հրաժարվելու ռուսական էներգակիրներից։ Գրեմը աջակցել է Ուիթաքերի դիրքորոշմանը եւ հավելել, որ Մոսկվայի հետ էներգետիկ ոլորտում ցանկացած գործարք ուղղակիորեն նպաստում է Ռուսաստանի ագրեսիայի շարունակմանը Ուկրաինայում։ Նրա խոսքով Կրեմլի փաստարկները իբր որակյալ արտադրանքի եւ մատչելի գնի մասին որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ այդ գնի հետևում կանգնած են մարդկային կյանքեր եւ ավերված քաղաքներ։ Մեջբերեմ այդ արտադրանքը, որը Ռուսաստանը առաջարկում է, եւ այն եկամուտները, որոնք նա ստանում է, սնուցում են Պուտինի կարողությունը սպանելու անմեղ ուկրաինացիների եւ շարունակելու արյունահեղությունը Ուկրաինայում։ Ռուսական նավթ գնելը պարզապես առևտրի գործարք չէ, այլ ահաբեկչություն, մահվան եւ ավերման ֆինանսավորում է, ընդգծել է սենատոր Գրեմը։ Նա նաեւ զգուշացրել է Հունգարիային, Թուրքիային եւ Սլովակիային, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում են առանձին երկրների փորձերին շրջանցել սահմանափակումները եւ գտնել բացեր Ռուսաստանի հետ առևտրի շարունակման համար։ Մեջբերեմ, եթե կարծում եք, թե մենք չենք նկատում ձեր փորձերը թույլատնելու ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները, սխալվում եք, հայտարարել է Գրեմը։ Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է, որ Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից դարձել է այն պատճառներից մեկը, որի շնորհիվ Կրեմլը տասնամյակներ շարունակ իրեն անպատժելի է զգացել։ Նավթի եւ գազի արտահանման եկամուտների շնորհիվ է, որ Մոսկվան ֆինանսավորում է ռազմական հանցագործությունները, ավերելով ուկրաինական քաղաքները եւ սպանելով խաղաղ բնակիչներին։ Ամերիկան կոչ է անում իր եվրոպացի գործընկերներին դրսևորել համերաշխություն եւ անցնել այլընտրանքային էներգետիկ աղբյուրների, ընդգծելով, որ միայն ռուսական ներմուծումից հրաժարումը կարող է թույլատրել Պուտինի ռազմական մեքենան։ Վաշինգտոնը ակտիվորեն աջակցում է Եվրոպայի էներգետիկ անկախությանը ուղղված ծրագրերին, սկսած հեղուկ գազի մատակարարումներից մինչև ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Ասեք, որ վաղուց նման բան չէինք լսել։ Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ վաղը բոլորը կենթարկվեն, բայց այն փաստը, որ հարվածներից տատանվում են բոլոր Պուտինի ընկերները, դա փաստ է։ Դե տատանվող երերացողներն էլ ի վերջո ընկնում են, չէ՞։
Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը խնդրում եմ մի քանի վայրկյան տրամադրեք մեր եթերը լայքելուն եւ եթե հնարավոր է կիսվեք խնդրում եմ սոցիալական ցանցերում միասին ցույց տանք YouTube-ին, որ մեր եթերը կարեւոր է եւ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեմ ձեր ամենօրյա աջակցության համար։ Երևում է, որ մասնակցում եք եթերի առաջ մղմանը, լայքում եւ տարածում եք, շատ շնորհակալ եմ ձեզ։ Էստոնիայում առաջին անգամ խոցվել է ռուսական դրոն, լեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական Il-20 ռադիոլոկացիոն ինքնաթիռ են որսացել, իսկ Գերմանիան մտադիր է 900 միլիոն եվրո հատկացնել 3 պաշտպանական ընկերությունների 12,000 մարտական դրոնների մատակարարման համար, որոնք կծառայեն Լիտվայում տեղակայված գերմանական բրիգադին։ Բոլոր 3 ընկերությունները համագործակցում են Ուկրաինայի զինված ուժերի հետ, իսկ հետևությունները կարելի է անել ինքնին, իսկ Ուկրաինայի բանակը Շվեդիայից եւ Նորվեգիայից ստացել է նավեր, կացերներ, Միաժամանակ Ֆրանսիան զինվում է նոր միջուկային հրթիռներով, ինչպես Պուտինը իր ագրեսիայով նպաստեց, չէ, բոլորի միլիտարիզացիային։ Չորեքշաբթի հոկտեմբերի 29-ին Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեա Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար եւ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը ի վերջո կհանգուցալուծվի։ Դե ինչպես միշտ, Թրամփը իր հռետորաբանությունն է առաջ տանում։ Լրատվամիջոցների տվյալներով Հարավային Կորեայում Թրամփը մտադիր է քննարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ Ռուսաստանի անկման մասին խոսանք, բազում տվյալներ ունենք եւ հենց Ռուսաստանի գիտական շրջանակներից, այնպես որ պուտինիստները մեկնաբանություններում էլ լացելու տեղել չունեն։ Չնայած Մոսկվայի հայտարարություններին ամերիկյան պատժամիջոցներին դիմակայելու մասին, իրական պատկերը բոլորովին այլ է։ Ներդրումները փախչում են ռուսական շուկայից, իսկ երկրի առաջատար ընկերությունները արագորեն կորցնում են իրենց կապիտալիզացիան։ Ամերիկայի պատժամիջոցները շարունակում են ծանր հարվածներ հասցնել Ռուսաստանի տնտեսությանը, չնայած Կրեմլի բարձրագույն խոսքերին կայունության եւ ինքնաբավության մասին։ Վերջին սահմանափակիչ միջոցներից հետո, որոնք ուղղված էին ռուսական նավթագազային հատվածի դեմ, Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ փլուզվել են, սակայն անկում են ապրում ոչ միայն բաժնետոմսերը, ռուսական արդյունաբերությունը բառացիորեն գլորվում է անդունդը, երկրի արդյունաբերության մոտ 80%-ը հայտնվել է անկման փուլում, մի քիչ գիտնականների թվեր բերեմ, Ռուսաստանի տնտեսությունը արագորեն գլորվում է ներքև, ըստ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ազգային ակադեմիայի ազգային տնտեսության կանխատեսման ինստիտուտի փորձագետների զեկույցի, երկրի գրեթե ամբողջ արդյունաբերական հատվածը գտնվում է ռեցեսիայի վիճակում։ Սեպտեմբերի վերջին արդյունաբերական արտադրության ընդհանուր աճը կրճատվել է մինչև տարեկան 0.3%, գրեթե 19 անգամ, քան նախորդ տարի, մեկ տարվա մեջ։ Պատկերացնում եք ինչ անկում է։ Նախորդ տարի արդյունաբերական արտադրության ընդհանուր աճը կազմել էր 5.6%, այս տարի 0.3, բայց սա դեռ ամենը չէ։ Ոչ հումքային ուղղվածության գործարանները պակաս հետ չեն մնում անկման ոլորտում, 0.4% աճ են գրանցել նախորդ տարվա 9.6% աճի դիմաց։ Պատկերացնում եք անկումների մասշտաբը։ Ամենախորը անկումը արձանագրվել է քաղաքացիական այն ոլորտներում, որոնք պետք է փոխարինեին Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից հեռացած արտասահմանյան արտադրողներին, հագուստի եւ կոշիկի արտադրությունը նվազել է օրինակ 3.5%-ով, կահույքինը 8.2%-ով, իսկ սննդամթերքինը 0.9%-ով։ Միաժամանակ ալյուրի արտադրությունը կրճատվել է 5.6%-ով, հատիկեղենի արտադրությունը 6.9%-ով, իսկ արևածաղկի ձեթինը գրեթե 16%-ով։ Ամենածանր վիճակում է տեխնոլոգիական ոլորտը, համակարգիչների արտադրությունը նվազել է գրեթե 20%-ով, հեռուստացույցների արտադրությունը 23.5%-ով, սառնարանների արտադրությունը 14.6%-ով, լվացքի մեքենաների արտադրությունը 24.8%-ով, փաստացի ներքին շուկան զրկվում է լայն սպառման ապրանքներից եւ ռուսական գործարանները չեն կարողանում լրացնել առաջացած պակասը։ Տրանսպորտային մեքենաշինության ոլորտում նույնպես իրավիճակը ծանր է, էլեկտրագնացքների արտադրությունը նվազել է գրեթե 20%-ով, ուղևորատար վագոնների արտադրությունը 12.5%-ով, իսկ բեռնատարների արտադրությունը 24.2%-ով, այսինքն 1/4-ը կրճատվել է։ Վերլուծաբանները նշում են, բիզնեսի տրամադրությունները հիմնականում մռայլ են, ձեռնարկատերերը կանխատեսում են ընդհանուր պայմանների ել ավելի վատ թարացում, տնտեսական անկում, սպառողական պահանջների անկում եւ հարկերի աճ։ Ինչ որ բան աճում է անկման ֆոնին, հարկերը։ Բոլոր այս գործընթացները հետևանք են այն պատերազմի, որ Կրեմլը շարունակում է վարել չնայած տնտեսության վրա թողած կործանարար ազդեցությանը, Պուտինի սկսած այս հյուծման պատերազմը վերածվում է բումերանգի, որը հարվածում է հենց Ռուսաստանին։ Երկրի ռեսուրսները դուրս են բերվում ռազմաճակատի կարիքների համար, մինչդեռ քաղաքացիական ոլորտը
ոլորտները մնում են առանց ներդրումների, տեխնոլոգիաների եւ մասնագետների։ Ռուսաստանը արագորեն կորցնում է իր արդյունաբերական ներուժը, իսկ պատերազմական ծախսերի եւ քարոզչության վրա հիմնված տնտեսությունը այլևս անկարող է պահպանել նորմալ կենսամակարդակ եւ նույնիսկ լեգենդը չեն կարողանում պահպանել։ Միևնույն է, ճիշտ է, արդեն դուրս է գալիս, չնայած ռուսական ռոպագանդային, հա։ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրն էլ բառացիորեն ճաք է տալիս, օրինակ ռուսական պաշտպանական արդյունաբերության հատուկ պողպատների խոշորագույն արտադրող Աշինսկի մետալուրգիական գործարանը փակել է իր արտադրամասերից մեկը եւ սկսել է աշխատողների կրճատումը։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Իրավիճակը ռազմաճակատում բավականին դինամիկ է։ Երեք ռուսական զորքերը կրկին կորցրեցին ավելի քան 1000 զինվոր, ավելի ճշգրիտ 1150 եւ ոչնչացվել է թշնամու 422 միավոր տեխնիկան եւ զինամթերքը։ Ամենաշատ մարտական բախումները գրանցվել են Պոկրովսկի հատվածում, որտեղ Ուկրաինայի պաշտպանները կասեցրել են թշնամու 45 հարձակում։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում առաջնագծի երկայնքով տեղի է ունեցել 148 նման բախում։ Մեկնաբանություններում մարդիկ հարցնում էին Կուրսկի մարզի մասին, ասեմ, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սևերոսլաբադսկոյի եւ Կուրսկի հատվածներում տեղի ունեցել ընդամենը 2 բախում։ Ռուսները չեն կարողանում այնտեղ վերադարձնել իրենց տարածքները եւ հարմարվում են նոր իրականությանը, հա, ինչպես իրենք սիրում են ասել, իրավիճակը գետնի վրա։ Այս անգամ իրավիճակը գետնի վրա իրենց օգտին չէ։ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսելուց ի վեր Պուտինի բանակում զոհերի ընդհանուր թիվը արդեն կազմել է 1,139,900 զինծառայողի, հասնելով գրեթե 140,000-ի, հա, վաղը երևի թե 1000-ով էլ կավելանա, 141 կարող է դառնալ։ Թվում է թե մենք 3 միայն արձանագրեցինք ռուսական զոհերի միլիոնի շեմը հատելը, այսօր արդեն ավելացել է եւս 140,000 զինվոր, որոնց կյանքը խորտակել է Պուտինը։ Ինչպես միշտ Պուտինի բանակը փորձում է փոխհատուցել ռազմաճակատում իրենց կորուստները, հարձակվելով խաղաղ բնակիչների վրա։ Այսօր առավոտյան ռուսական զորքերը հարվածել են Խերսոնի մանկական հիվանդանոցին, վիրավորվել է 9 մարդ, այդ թվում 4 երեխա եւ 3 բուժաշխատող։ Ռուսական զորքերը նաեւ հարձակվել են Չեռնիգովի մարզի վրա, այնտեղ խոցել են ենթակառուցվածքային օբյեկտ։ Օդեսայի մարզում նույնպես ենթակառուցվածքային օբյեկտի վրա է եղել հարձակում։ Այսպես քաղաքացիականների դեմ են կռվում ամեն օր ռուսները։ Հոկտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանը արձակել է 126 գրոհային դրոններ։ Ուկրաինայի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ մեր հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է թշնամու 93 դրոն, ցավոք գրանցվել է 32 հարված 10 կետերում։ Հիմա խոսենք ողջևորիչ մեր հարվածներից։ Առաջին տեղեկությունները ուկրաինական դրոնների հարվածների մասին ստացել ենք Ուլյանովսկի մարզից դեռ գիշերը, որտեղ մեր դրոնները հարվածել են Նավասպասկայե բնակավայրի նավթավերամշակման գործարանին։ Միևնույն ժամանակ հաղորդվել է պայթյունների եւ հրդեհների մասին Բուդյոնովսկ քաղաքում Ստավրոլեն քիմիական գործարանի տարածքում Ստավրոպոլի երկրամասում, այնուհետև ուկրաինական դրոնները հարվածել են Յոշկար-Օլայի մոտակայքում գտնվող նավթավերամշակման գործարանին, Ռուսաստանի կազմում գտնվող Մարիել հանրապետությունում։ Հրդեհի կադրերը հրապարակվել են մեր Telegram ալիքում նույնպես, կարող եք վայելել։ Բրյանսկի մարզում Նավաբրյանսկայայի ենթակայանն է խոցվել։ Պայթյուններ են տեղի ունեցել նաեւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմի տարբեր շրջաններում։ Չորեքշաբթի առավոտյան հոկտեմբերի 29-ին նշվում է, որ հարվածի տակ է հայտնվել առնվազն 1 նավթային բազա եւ ռազմական օբյեկտ։ Պարտիզանները խախտել են ռուսական գնացքների երթևեկությունը ժամանակավորապես օկուպացված Զապորոժիայի մարզում։ Ըստ Ուկրաինայի հետախույզների տվյալների, օկուպացված տարածքում դիվերսանտները պայթեցրել են ռուսական զավթիչների ռազմական բեռով գնացքը։ Բացի այդ, Ռուսաստանում վերացվել է Օմոնի փոխգնդապետ։ Նշվում է, որ նա ներգրաված էր Կիևի մարզում 22 թվականին իրականացրած ռազմական հանցագործություններում։ Դες բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ դատաստանը հասնելու է բոլորին։ Շատ չերկարացնեմ չորեքշաբթի օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Հուսամ ավելի լավ լուրեր կունենանք արդեն վաղը։ Բարով մնաք։